Կառավարությունը սխալվել է թույլ տալով շահագործել Ամուլսարի հանքավայրը, հաշվի չի առնվել դրա վտանգավոր հետևանքները։ Ինքը ուղղակի փակ աչքերով հավատացել է այն ամեն ինչին, ինչ որ գրված է այդ հանքավայրը շահագործող ընկերության ծրագրերի մեջ։ Ամուլսարի հանքավայրը շահագործելու պարագայում տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար կարգունահանվի։ Վերամշակումը նախատեսված է նատրիումի ցիանիդով գնդեված գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։ Նատրիումի ցիանիդը դա խիստ թունավոր նյութ է, որի ընդամենը կես գրամ է բավական է մարդուն մահացության համար։ Բնապահպաններն ահազանգում են ծրագրի իրականացման պարագայում Հայաստանի քաղցրահամ ջրերը եւս կախտոտվեն։ Որոտան եւ Արփագետերի, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարների աղտոտումից հետո հերթը կհասնի Սևանին։ Հանքավայրից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա անցնում է Որոտան Արփասևան թունելը, որտեղով ջուրը տեղափոխվում Սևան։ Բնականաբար հանքային թթվային ջրերը ներծծվելու արդյունքում խառնվելու են այդ ջրերի հետ եւ թունելով տեղափոխեն ի վերջո Սևան, աղտոտելով նաեւ Սևանը։ Ջերմուկը բացահանքերից 10 կիլոմետր հեռավորության վրա է, որքան էլ Lydian International-ը պնդում է, որ ջերմուկի հանքային աղբյուրները տարբեր են Ամուլսարին առնչվողներից, բնապահպանները այս դեպքում էլ են վտանգ տեսնում։ Նրանք մեկ այլ խնդրի մասին էլ են բարձրաձայնում։ Սեռական ինդուստրիայի դրսևորումներ ալինելու ու այդ վտանգները կանխելու համար իրանք որոշել են այդ իրանց աշխատակիցների շրջանակներում պահպանակներ բաժանել, իրանց պահպանակները հասանելի դարձնել։ Դա իրանց ծրագրի մեջ է գրած, դա ես չեմ օրինում։ Կառավարությունից բնապահպաններին չմոտեցան, ավելին կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարեց վերանայել Հայաստանում ընդերք օգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների համար արհեստական խոչընդոտները։ Բնապահպանները երթով շարժվեցին Lydian International-ի հայաստանյան գրասենյակ, այստեղ էլ նրանց չմոտեցան։ Lydian Armenia ընկերությունն այսօրվա ակցիայից հետո պարզաբանում է տարածել։ Ընկերությունը վստահեցնում է Ամուլսարի ծրագիրն իրականացվում է միջազգային լավագույն փորձին եւ բնապահպանական ու սոցիալական չափանիշներին համապատասխան։ Lydian Armenia-ն խորհուրդ է տալիս բոլոր հարցերի պատասխանը փնտրել իրենց հետազոտության մեջ, որի վերջնական տարբերակը հրապարակվել է 2016-ի մայիսին։